Պարոն Սիմոնյան, երեք պաշտպանության նախարարությունը 3 անգամ հերկեց ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, թե իբր հայկական կողմը կրակ է բացել, ԿՊԱ-ականները սա մեկնաբանեցին, որ ըստ էության Ադրբեջանը փորձում է ցկցկել խաղաղության պայմանագրի ստորագրումը, տեղեկատվական դաշտում տեղ ունեցող այդ զարգացումներին ինչ գնահատական կտակ, ինչի է ցկտում Ադրբեջանը եւ արդյոք իսկապես չի հաջողվում խաղաղության պայմանագիրը ստորագրել այդքան քարոզած։ Չէ, ես կարծում եմ, որ դա չհաջողության մասին պնդում անելու համար բավարար չէ եւ հիմք էլ չկա։ Կարծում եմ դա արվել է իմ մասնավոր կարծիքն է, որ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը արդարացնելու համար, հա, որ ասում էր, որ հայկական կողմի նկատմամբ զրոյին մոտ վստահություն կա, որը ինքնին իմ համար զարմանալի է, որովհետեւ մեր այսպես ասած աշխատանքը եւ գործելավոճը նույն այդ պայմանագրի համաձայնեցված լինելու հրապարակման հետ տրամաբանության առաջարկելը խոսում է հակառակի մասին եւ էլ չեմ ասում, որ ներսում մեր ընդդիմադիր գործընկերները եւ մեր ընդդիմախոսները մեզ հակառակի մեջ են մեղադրում, ասում են դուք ընդհանրապես Ադրբեջանի նախագահան ինչ ասում է դուք եք անում, հիմա ստացվում է, որ մեր ընդդիմությանը հերքում է Ադրբեջանի նախագահը, մեզ նման մեղադրանք անելով հանդերձ, եւ դուք նշեցիք, որ մենք պաշտպանության նախարարությունը հայտարարություն արել, բայց եկեք ֆիքսենք, որ նաեւ եվրոդիտորդներն են նույն հայտարարությունը արել, որ նման բան տեղի չի ունեցել եւ կրակոցներ չեն եղել, ենթադրում եմ, որ դա կրկնում եմ Ալիևի զորո վստահության եւ այլը դրան միտված, որ ի ապացույց դրան հանրության մեջ Ալիևի իրանց հանրության մեջ Ալիևի խոսքերը ավելի պնդացնելու եւ ցուցադրելու, որտեղ որ նախագահան ասում է, ուրեմն մի բան կա, որ ասում է, դրա միտումն է։ Բայց ցանկություն ունենք պայմանավորվածություններից ստեղծված իրավիճակը։ Լսեք, դե տենց պաշտոնյա, ես չեմ կարող կամ որևիցե պաշտոնյա չի կարող ադրբեջանական մամուլում նույնիսկ ոչ պաշտոնական, չնայած չգիտեմ այնտեղ պաշտոնական, ոչ պաշտոնականը որն է, բայց այնուամենայնիվ որքան հասկանում եմ դա մամուլի մեջ է եղել, բայց ԱԴՆ-ի հայտարարություն, եթե չեմ սխալվում, չի եղել, չէ, որ այնպես բան ա եղել։ Ես չեմ կարող իրանց ոչ պաշտոնական մամուլի 1-2 հրապարակման հիման վրա պետության դիրքորոշման վերաբերյալ հայտարարություն անեմ կամ կարծիք հայտնեմ։ Կարծիքս ասեցի, մոտավորապես պատկերացումս ասեցի, բայց դա պաշտոնական բանի վերագրել ես բան չունեմ, որտեվ կա բանակցություն, կա խոսակցություն, եւ այդ խոսակցությունը ինձ համար որպես պաշտոնյա պետք է լինի։ Իսկ գուցե Ադրբեջանը այս տեղեկատվական սադրանքով փորձում է հող նախապատրաստել ինչ-որ էսկալացիայի կամ ճնշում գործադրել Հայաստանի վրա ացանցիալ նախապայմանների ստանալու նկատմամբ, որը որ պարբերաբար բարձրաձայնում է։ Ուրեմն նախ հարձակման հետ կապված ես արդեն ասել եմ, որ դրա էսկալացիայի հետ կապված դա նաև այդ միտումը հաշվի առնելով, որ իրանք մշտապես այդ աշխատելավոճը կիրառել են, հա, սկզբից հայտարարել են, որ հարձակվում են, հայերն են կրակում եւ այլ եւ իրանք ստիպված են պատասխան տալու, դա իրաց մշտական ոճն է, բայց ես կրկնում եմ, որ ես չեմ այս փուլում, ես չեմ կարծում, որ նման քայլի կգնան, նոր են հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է եւ ակնհայտ է Եվրոմիության դիտորդների գնահատականը եւ դե աշխարհը Ադրբեջանի Telegram ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքները կազմում, իրանք իրաց տեղեկություններ ունեն, իրանց արբանյակներ ունեն, Ադրբեջանում իրանց աղբյուրներ ունեն եւ կարծում եմ, որ դա պետք է ադրբեջանական կողմը հաշվի առնի։ Երկրորդ հարցը ինչ էր պատասխանեցի։ Կապված ացանցիալ նախապայմանների, որը տեսեք, երբ որ մենք պայմանագրի վերջին երկու կետը քննարկել ենք եւ ուղարկել ենք հետ, մենք գիտենք, չէ՞, դրա հաջորդ քայլը ինչ ալնելու։ Եվ մենք գիտենք դրա շարունակությունը, լուծումը եւ այլը որն է լինելու եւ վարչապետի հարցազրույցի մեջ նաեւ այդ դրա պատասխանը մի մասով կա, բայց երևի այդ մեծ ծավալի մեջ դա դուրս է մնացել եւ հանրության մեջ այդքան չի քննարկվել այն բոլոր մտավախությունները, որոնք որ ճակերտավոր մտավախությունները, որոնք որ Ադրբեջանը առաջ է քաշում, պայմանագրի մեջ այդ բոլոր մտավախությունների հետ կապված լուծում կա եւ ոչ թե մի տեղում, այլ մի քանի տեղում, ինչպես վարչապետը ասաց, ինչպես նաեւ եթե դա էլ բավարար չլինի, մենք էլի պատրաստ ենք քննարկել, հասկանալ, արդյոք Հայաստանի օրինակ սահմանության մեջ այդ որ իրանք մեղադրում են տենց բաների տարածքային պահանջների մեջ տենց բան կա թե չկա, արդյոք իրանց սահմանության մեջ նման
օրինակ բան կա թե չկա եւ վերջի այդ հարցը ո՞նց է լուծվելու։ Մենք առնվազն ասում ենք, որ մենք այդ հարցը արդեն լուծել ենք խաղաղության պայմանագրի մեջ, ասում ենք, որ մեր ներպետական ինստիտուտները անցնելուց հետո այդ նմանատիպ հարց չի առաջանալու, վերջը կարող ենք փորձաքննության ուղարկենք երկու երկրների սահմանադրությունները, որ պարզելու թե արդյոք այդ պնդումները իրականության հետ աղերսուն են թե չէ, որովհետև միշտ կարելի է ասել, օրինակ, ինձ դուր չի գալիս քո մազերի գույնը կամ դուր չի գալիս քո ձեռագիրը կամ որևիցե բան, բայց պետք է ամեն ինչի տակ հիմնավորում լինի։ Մինչ այս պահը Ադրբեջանի այդ բանակցությունների մեջ մենք փորձել ենք ամեն ինչի տակ հիմնավորում ունենալ եւ այդ տրամաբանությամբ ենք իրենց հետ աշխատել։ Կարծում եմ, որ շարունակությունն էլ էլի տրամաբանված եւ հիմնավորված կլինի, այլ ոչ թե ներքին լսարանի կամ ինչ-որ հայտարարության, քաղաքական հայտարարության։ Հիմա կարող ենք ենթադրել, որ շարական ասեցիք սահմանադրությունները փորձակնության ենթարկել, ինչ մեխանիզմ է դա իրենից ենթադրելու։ Դե օրինակ, ես այդպես օրինակ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր երկու երկրների սահմանադրությունները եւ հարց ուղարկել, թող Վենետիկի հանձնաժողովը պայմանական ասի նման բան կա թե չէ, բայց այնուամենայնիվ այն մնացած փաստարկները, որ մենք վերել ենք մինչև այսօր սահմանության հետ կապված իրենց հայտարարությունների հետ կապված, դրանք մնում են ուժի մեջ, դրանք որևիցե մեկը չի ասել, որ դրանք էլ գոյություն չունեն, նորից եմ ասում, նաև իրենց սահմանության մեջ ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանում այլ երկրների հետ կապված նման տրամաբանությունից ելնելով նման բաներ կան։ Հիմա կարող ենք համարում ամբողջական տեքստին ծանոթ եք խաղաղության պայմանագրի։ Հայաստանի համար վտանգավոր կետեր կան այնտեղ։ Հայաստանի համար որևիցե վտանգավոր տեղ չկա։ Ես դա ասում եմ բոլորի իլուր, որ բոլոր կետերը, ինչպես նաև վարչապետն է նշել, բոլոր կետերը երկկողմանի են։ Եթե ասում եք, որ վտանգավոր կետ կա, դա վտանգավոր է, մեկն է, թե ինչ-որ մեկը դա մեկնաբանի որպես վտանգավոր կետ, դա նույն հավասարաչափ վտանգավոր է Ադրբեջանի համար, որովհետև որևիցե հրապարակայնացում բանսի մոտ տեսեք, նախ եւ առաջ դրա մի մասը արդեն հայտնի է խոսակցությունների բան։ Երկրորդը, տեսեք, մենք գործ ունենք մի կողմի հետ, որին ժողովրդական լեզվով ասած ամեն տեղ պատճառապետք որևիցե բան հայտարարելու եւ ինչ որ ձևով խնդիրներ ստեղծելու։ Երբ որ ժամանակը եւ տրամաբանությունը կհասկանանք հրապարակելու եւ պահը կգա, բնական է ես հասկանում եմ Ադրբեջանը ամիշտ առաջի քայլն անում, այսինքն Ադրբեջանը հրապարակի նորմ ենք։ Չէ, հարցը ինչ է Ադրբեջանը կհրապարակի նորմ ենք, նախ դրա մեջ որևիցե մեկի, այսպես ասած, չիները չի ընկնում։ Հիմա ինչ որ մեկը պետք է համաձայնվեր, չէ, մի րոպե։ Գոյություն ունի բան չէ, որ մեկը պետք է վերջո այդ բան որ տենց ուղարկում ենք իրենք մեզ են ուղարկում ենք իրանց, ինչ որ մեկը պետք է ասի լավ, այս փուլում լավ համաձայն ենք այս բանում։ Մենք որոշեցինք, որ այն խնդիրները, որոնք որ կան, այն մտավախությունները, որոնք որ կան, մենք կարող ենք տարբեր ձևերով ապահովագրենք մեզ եւ լուծում գտանք, որ այո, լավ, այս պարագայում մենք կարող ենք sense լուծում գտնենք, եւ այդ լուծումը գտանք եւ համաձայնեցինք։ Հիմա հրապարակման հետ կապված, դրա հետ կապված քննարկումներ կլինեն միակողմանի մենք բան չենք ուզում անենք, որպեսզի եւս մեկ անգամ ցույց դնենք, որ Հայաստանը չի կրակում Ադրբեջանի վրա, որ Հայաստանը որևիցե տարածքային նկրտումներ չունի, որ Հայաստանը իր վստահությունը, որ ասում է զրոյին է մոտ, որ Հայաստանը վստահելի գործընկեր է միջազգային գործընկերների նաեւ համար, նաեւ մենք պետքա մեր միջազգային գործընկերների հետ ազնիվ եւ ուղիղ լինենք եւ ցույց տանք, որ մենք տենց ենք աշխատում, թե ինքը ինչ է անում, ինքը կարող է յուրաքանչյուր անկանխատեսելի քայլ անի, բայց մենք մեր տրամաբանությունը պետք է տանենք եւ այս հարցը ձեր օգտագործելով մի բան եմ ուզում ասել, էլի մենք այս վերջի տարիների ընթացքում կարողացել ենք նաեւ այս իրավիճակում օրակարգ ձևավորող եւ օրակարգի հետ համահունչ կողմ դառնալ, որը որ շատ դժվար էր մեծ պարտությունից հետո, բայց մենք դա հաջողել ենք։